ու ներսից ոչ թե սև է, այլ մուգ մանուշակագույն։ Էս ինչ է։ Ողջույն գյուղասերներ ջան, հուսամ լավ եք։ Ուրեմն այսօր նորից սկսում ենք մեր պետքահավաքը, ահագին պամիդոր ունենք հավաքելու, այս քանի օրը համարյա չենք հավաքել, մենակ տենց մի քանի հատ հավաքել կերել ենք ու կարմրել է, բայց մինչև այդ ձեզ ուզում եմ ցույց տամ իմ այս տարվա տարօրինակ պամիդորներից մեկը, գիտեք, սիրում եմ այդպիսի տարօրինակ սորտեր ցանելը, ու այս տարի բացառություն չէր։ Ուրեմն ժողովուրդ ջան, գարնանա ինձ սերմեր էին ուղարկել տարբեր տեսակի եւ կարևոր սերմեր կային այնտեղ, որ ինձ շուտվանից ուզում էի ունենալ, ու նաեւ պամիդորի ահագին սերմեր են ուղարկել, ու դրանց մեջ տարբեր գրությամբ պամիդորներ կային, ու դրանցից մեկը տեսեք ինչ է։ Սև պամիդոր։ Ուրեմն այս պամիդորը, ժողովուրդ, այդ սերմերի մեջից է եղել, ու քանի որ ինքը վերցրած սերմեր էր, ես այսպես որպեսզի այդ մարդուն չնեղացնեմ, եթե ուղարկել է, բնականաբար ինքը ուզեցել է, որ իմ այգում տեսնի այս պամիդորը, ու ցանել էի մի քանի հատ, շատ քիչ էր։ Հիվանդաբար այս մի թուփն է, եթե ուրիշ տեղ լինի, չգիտեմ, դեռ հասած չկա, այդ մի հատն եմ նկատել։ Ու տեսեք, ամբողջությամբ սև։ Այն որ ձևի համար մի հատ գցել էի, ու տեսեք ինչ է, ժողովուրդ, ինքը ամբողջը սև սենց։ Մի ուրիշ տեսակ գույն ունի, որը իմ պամիդորների մեջ չկա, ես էլ ունեմ սև սորտ, բայց նա լրիվ ուրիշ է, չորնայա գալակտիկան է, նա լրիվ ուրիշ է, ինքը մի մասն է այսպես սև, տակի կողմից ինքը կարմրում է, այդպես իմանում ես, որ ինքը հասել է։ Բայց այս մեկը, ժողովուրդ, ինքը ոչ միայն դրսից է սև, այլ նաև ներսից։ Հիմա միասին կտրենք ու ձեզ ցույց տամ այս պամիդորը։ Ու ներսից ոչ թե սև է, այլ մուգ մանուշակագույն։ Հələ նայեք, ժողովուրդ։ Էս ինչ է։ Ուղղակի չուզելով արել եմ, չգիտեմ ինչ սերմ եմ ցանել ու էս է դուրս եկել։ Ու տեսեք, սրա գույնը նայեք, հələ նայեք։ Հələ նայեք։ Մուգ մանուշակագույն այսենց պամիդոր է, որը ես տեսել եմ ինտերնետում, բայց որ պիտի մի օր ունենամ իմ հողամասում, ես չէի պատկերացնում։ Տեսեք ինչ է ինքը։ Ու ձեռները հələ նայեք, կապտում է։ Այդ գույնը դուրս է գցում, այսպես տարօրինակ բան է ստացվել։ Այդ մարդուն չնեղացնելու համար մի քանի հատ գցել էի, բայց եթե իմանայի այսպեսի տարօրինակ բան է, շատ կգցեի։ Ու բնականաբար այս տարի այս սորտից ես պիտի սերմ վերցնեմ, այդ մարդն էլ ապրի, շատ շնորհակալ եմ, որ ուղարկել է, ինձ զարմացրել է։ Իր ուղարկածների մեջ էլի սերմ կա, որը հիմա ցույց տամ։ Հիմա սրա համն եմ ուզում փորձեմ։ Սովորական պամիդորի համա, սովորական, արտասովոր բան չկա, բացի գույնից, ինքը վստահ եմ աղցաններում կօգտագործվի, հետաքրքիր տեսք կունենա, մյուս տարի պիտի շատ աճեցնենք, գոնե մի 5-6 թուփ։ Նայեք, այս թուփն է, որը շատ քիչ է վերցրել, հիմա սա կպահենք իհարկե մարդկանց զարմացնելու համար, մեկ է սերմ վերցնելու համար, դե թուփը երկարում է, ինքը դեռ էլի կգցի։ Այստեղ իր ուղարկածից էլի տարբեր ձևեր ունեն, բայց մյուս տարի, որ պիտի վերցնեմ, մյուս տարի ցանելու համար, այս երկար բծավոր սորտն է, ու իր վրա տեսեք ինչքան կա, գցում է, նայեք, այսենց ամբողջը գցում է։ Սա էլ պիտի վերցնեմ, այդ տեսեք, այս թփից էստեղ էլ կա, սրանք էլ են, լավն են, ժողովուրդ, դեղին, տարբեր գույների, հələ նայեք։ Աստորեն վերցրած սերմերն էլ կարան լավ բերք տան ու այսպիսի ընտիր տեսք ունենան։ Այստեղ նոր է հասնում, ժողովուրդ, էլի, տեսեք, այսպիսի կիսը հասած պամիդորներ են, շատ խակերը չեմ հավաքում, բայց սրանք էլ են լավ սորտեր են։ Անք էլ հավաքենք, ժողովուրդ,
ահագին կարմրել է, թփերի վրա չփչանա, բազմապիսի տեսակներ, սա էլ է հետաքրքիր չերիներ է, իմ չերիներից մեծ են, էդ է իրա յուրահատկությունը։ Այգու թաքնված ինչքան կա, տակը չեմ հասցրել տերևներից ազատեմ, այսպես փակ վիճակում պիտի ուշադիր նայես, որ գտնես հասածները ու հավաքես։ Լավն է, սիրուն չերիներ են, սրանք էլ, սա երևի իմ առած սորտերից է, սա էլ պիտի իմանամ ինչ սորտ է, մյուս տարի սրանից էլի պատվիրեմ, առնեմ այս սերմերը։ Այս ռոմաների մասին խոսք չկա, սա նայեք, քարի կտոր է, լավ մարինատի սորտ է, ուղղակի ուտելու համար պիտանի չի, ինքն էլ տեսեք ինչքան շատ է վերցնում, մենակ ցանես մարինատի համար, ես մտածում էի փափուկ սորտ կլինի, նաև լոլիկի չրի համար պիտանի կլինի, բայց փաստորեն չէ։ Հիմա սրանց տակ որ կաթիլային անցկացրած, տեսեք արդյունքը ինքը ամբողջը բույսը ծերից ծեր վերցնում է։ Նստե նայեք ժողովուրդ, սրանք հələ պիտի կարմրի, սրանք էլ պիտի բացվի։ Այս մասը ժողովուրդ ջան ամբողջությամբ տերևներով փակ ա եղել, բացել եմ ու սկսել է կարմրելը։ Այսքան կարևոր նշանակություն ունի թփի կանաչ զանգվածը կրճատելը, որպեսզի պամիդորը արև տեսնի ու կարմրի։ Տեսեք ինչքան խոշոր պամիդորներ է, այս տարվա բոլոր ամբողջ պամիդորներս լավն են, հատուկ են սորտ, որ տենց դուրս չեկավ։ Այ ամբողջը էսենց կանաչ է։ Այս սա իմ սև չորնայա գալակտիկան, ժողովուրդ, տեսեք ինքը կանաչ վիճակում է, այս վիճակում է, բայց որ հասնում է այս տեսքն է ստանում ու կարմրում է, իսկ այդ սև սորտը լրիվ տարօրինակ էր ու հետաքրքիր։ Սրանք էլ է լավ է, գեղեցիկ սորտեր են, բայց դե տեսեք ոնց է վերցրել, ավել վերքատու, անցած տարի այնքան թափեցի ժողովուրդ, այնքան թափեցի, որովհետև այդքանը օգտագործելը անհնար էր, այս ճթերով այսենց լինում է։ Դեղինները, սրանք էլ են սիրուն, բայց ես իմ տեսել ենքան որ այսենց ամբողջը կանաչ ինքը գետնին ընկած է, բարձրացնել անհնար է, հայտեր տնկել պահելը անհնար էր, որովհետև ինքը ծանրության տակ, ամբողջը բերքը ծանրության տակ չէր պահի։ Սրանք թողենք մի քիչ կարմրի ու անցնենք առաջ։ Ստե ժողովուրդ ջան, դդմիկներս են, դդումներս են խոշորանում, հələ սրան նայեք ինչ խոշոր է, չգիտեմ ինչ սորտեր են, ես հույս ունեմ սրանք են բաներն են, առանց կեղև կտերովն է, իսկ ստեղ իմ մուսկատ դդումներն է, որ էլի լավ բերք է վերցրել ու այս անպիտան դեկորատիվները, տեսեք ոնց է մուսկատը բռնել, սրանք շատ լավն է, ուտիր համով դդումներ են, ստեղ ժողովուրդ, ուրեմն լոբիները էլ չենք ջրում, փորձեցինք մի կերպ բարձրացնել, որպեսզի արևը տա չորանա, իրանց մոտ արդեն չորացման պրոցես է, նայեք, սրանք պիտի չորանան, շուտ հավաքենք, այ գետնին այսպես իրանք ժանգոտել էին,
Դրա համար մի կերպ բարձրացինք, ամբողջը չհաջողվեց բարձրացնել, բայց դե հեսա մի երկու օրում հեսա կչորանա, արևը շատ լավ է, ինքը լավ արև կհազիվ կչորանա, կհավաքենք, տեղը կազատենք, մի ուրիշ բան կցանենք այս մասում նորից կաթիլայինի վրա։ Դե ժողովուրդ, տեսեք, այս սորտը կոչվում է վաղահաս, հենց տուփի վրա էլ այդպես գրված է վաղահաս սորտն է։ Մյուս տարի սրանից ուրեմն ցանում ենք շատ, հիշում ենք, որ շատ ցանենք, որովհետև ամենաշատ բերքը ինքն է տալիս, տեսեք ամբողջը սենց բերքը է, ու շատ շուտ է հասնում, ու ինքը համ ուտելու համար է պիտանի, համ մարինատի համար, տեսեք ինչքան կա իրա վրա, ու հələ կանաչ վիճակում ինչքան կա, մնացած սորտերն էլ են առատ բռնում, բայց սրանք որ շատ լավն են, սրանից մի քանի տարի առաջ էլ էի փորձել, էլի լավն էր, այս տարի որ ավելի լավն էր, լավ էր փափուկ պամիդորը, ամեն ինչի համար կօգտագործվի էլի, բերքը անցած տարվա նման լավ է, ժողովուրդ, ուղղակի նայեք, հեսա օգոստոսի վերջն է, չէ, սեպտեմբերին մեր մոտ սկսում են անձրևային եղանակները ու տաք ու ցուրտ տանում, այս պամիդորները սկսում է արագ ճաքճքել, այսինքն դրա դեմ էլ ոչինչ չես կարող անես, էլի դա հիվանդություն չի, դա եղանակային փոփոխությունների հետևանքն է, ու տենց շուտ փչանում է, դրա համար ինչ եմ անում, երբեմն մի փոքր որ արդեն կիսահասած է, դրանք էլ եմ հավաքում, որպեսզի մնացածն էլ հասնի, այլապես ամբողջը կորցնելու ենք, էլի, ավելի լավ չի մի քիչ կիսահաս հավաքենք, քան այդպես փչանան, այս տարի էլ որ չափից շատ եմ արել, այն որ սացիլը շատ էր, ժողովուրդ, սերմը գցել էի, սացիլը որ շատ էր, ափսոսեցի, դե բաժակներում, օրինակ փետրվարից դնում եմ տանը, տենց խնամում եմ, լույս եմ վառում, անընդհատ ջրում եմ, սկզբում իրան ընդհանում մի ամանի մեջ եմ անում, հետո հանում տեղափոխում եմ բաժակի մեջ, մի խոսքով մի երկար պատմություն է ինքը, դրա համար աշխատանքս ափսոսացի ու շատ արեցի, տեղն էլ կար, ջրելու խնդիրն էլ այս տարի որ տենց փորձեցի լուծել, ու հետևանքն է, որ ունենք առատ բերք, իհարկե այսքանը ամբողջությամբ մենք չենք օգտագործելու, ինչպես իմ այգու մնացած բերքը, պամիդորներն էլ շատերին հասնում է, բայց դե մի փոքր հողամասից այսպես տեսեք ինչքան բերք ենք հավաքում, ու սրա արդյունքը, որ մենք ունենք շատ բերի հողեր, գիտեք, նախ հողերն են բերի, հետո տնամերձ տարածքում է ու անընդհատ գոմաղբը որ հանում ենք, տարին, երկու տարին մեկ բան, տենց լցնում ենք ու հողը ավելի է բերի անում, այ որ ոռոգման ջուրն է լինի, մեր այս գյուղերի բնակիչները ժողովուրդ բերքավոր կհավաքեն, սովետի ժամանակ, ստեղ որ ոռոգման ջուր է եղել, պետությունը դաշտերը որ մշակել է, ահագին բերք է ստացել, նույնիսկ ստեղից ծխախոտ են մշակել, տարել, կաղամ, գազար, գազարի երկիր է եղել մեր Հարաշեն, մեր գյուղը, իսկ հիմա ոռոգման ջուրը իհարկե անկախացումից հետո այդ ոռոգման համակարգը քանդվեց ու հետևանքը փլուզված գյուղատնտեսություն, մարդիկ որ կարող էին հող մշակել ու ահագին բերք ստանալ, ջրի պակասի պատճառով ոչինչ չեն անում, ստիպված անասնապահություն, հիմա էլ արդեն արդյունավետ չի, դեղիները,
Դե մի քիչ խճճվել է, որովհետև իրանք երկարաճ են ու տեղ չկա, որ բարձրացնենք, բայց ոչինչ, մի կերպ կստացվի, թեթևացնում ենք էլի, բույսի ընթացքում թեթևացնում ենք, ու չերիկներից նայեք ժողովուրդ, ես էլ է հետաքրքիր չերիներ են, դա էլ մանր տեսակն է, շակալատ կեքից նայեք ժողովուրդ, մարդկություն ինչ ասես չի մտածել, սա էլ շագանակագույն շոկոլադե գեղեցիկ գույնով պամիդորները, դատարկեմ ստե ժողովուրդ, որ ավելի թեթև կարողանամ թփերի արանքով շարժվել, էլի կա հավաքելու, ժողովուրդ ջան, ցույց տամ բիբարներս, այս ծերից մի քանի թուփ չորացել են, ինչ որ սնկային հիվանդություն է, որ բռնել է, դե ինչ կլինի, այս դե էլի ահագին բերք կա հավաքելու, այսօր տեսնենք կհասցնենք թե չէ, արդեն ծիգրով կեքը հասնում են, սրանք մի քիչ ուշահաս են, այս տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունեն, սենց բծավոր, փչացած էր, այս կգցենք հավերի դեմը, ու իրանց վրա տեսեք, ուշ բռնել ժողովուրդ, բայց ինչքան բերք կա, ես հենց բացել եմ սիրուն, հեսա հերթով կհասնի, նայեք, այս էլ է յուրահատուկ սորտ է, նայեք, ճթերով այս սենց բռնած, հետաքրքիր է ժողովուրդ, բան ցանելուց պիտի չխնայես, առնես սերմին, էլի, որ այսպիսի գեղեցիկ սորտեր ստանաս, չէ միատեսակ, միապաղաղ, հավես չի լինի, այստեղ էլ արդեն իմ սև գալակտիկան է հասնում, այս տարի բայց ավելի խոշոր է ժողովուրդ ջան, անցած տարի որ սերմը առել էի մանր էր, սա արդեն պիտանի է, նայեք, այդ մանրները մենակ ուտելու համար կլներ էլի, իսկ սանք նայեք, բավականին խոշոր, ընտիր, միջին որակի պամիդոր է գեղեցիկ տեսքով, ու տեսեք ոնց է բռնել ամբողջը, փայլուն պամիդորներ են, հիմա այս նեղ արանքով գնա այնպես արա, որ բիբարներն ու պամիդորի թփերը չվնասես, այս էլ է լավ սորտ, այս էլ է ցածրաճ ու հավեսին փափուկ պամիդորներ են, նայեք, ծիծակներս էլ է հավաքելու, տեսեք ինչ խոշոր են, ամբողջը հավաքեցի ժողովուրդ, ես էլ հավաքեմ մի սետկայի մեջ, տանեմ տուն արև, այլի արևի տակ չմնա, որ գամ շարունակեմ գործս, այս անգամ ավելի շատ հավաքեցինք, տենց է, ամեն անգամ ավելանում է, որովհետև արդեն բերքը սկսում է իրար ետևից հասնել է, էլի, հիմա էլի վարունգ ենք հավաքում, թփերը բավականին խղճացել են, բայց էլի ժողովուրդ օրու մեջ ահագին հավաքում եմ,
Քանի եղանակը լավ է, իսկ եղանակը մի 3-4 օր արևա տված, էլի հավաքելու ենք, տեսեք, խթաներս էլի լավ բռնել են, այս տերևների վիճակը, բույսի վիճակը այդքան էլ լավ չի, ու լավ է, որ ամառը դեռ շարունակվում է, որովհետև մի 2 օր ուրեմն խոնավ էր, ով եղանակ էր ու բերքը քչացել էր վարունգի, հիմա ինչքան արևը լինի, այնքան բերք ենք հավաքելու, այդ ավելի լավ, տեսեք, իր բերք կա էլի, այս վարունգը մատղաշ հավաքում ենք ու օգտագործում, հիմա նայեք, այստեղ էլ մեր խթաներն են, խթաները որ բարձրացրի հայտի վրա, ժողովուրդ ավելի շատ բերք հավաքեցի, սենց մանրերն էլ ենք հավաքում, տեսեք, սրանք էլ է շատ լավ լինում մարինատի համար, բայց հիմա հիմնականում այսենց ծերերին է, նայեք, այսա մնացել է ու ինչքան է մեծացել, լավ էր, այս տարի շատ լավ բերք հավաքեցինք, ժողովուրդ ամեն ինչն էլ լավ է, բողոքվել չկա, Աստված կարծես թե օրհնել է մեր աշխատանքը ու բերքից դժգոհ չեմ, ինչքան վարունգ հավաքեցինք, ինչքան պամիդորները նոր ենք սկսում, այսօր երևի ավելի շատ բերք կլինի պամիդորի, որովհետև մի քանի օր չեմ հավաքում, որ ինձ նոր է սկսել, մի 2 անգամ եմ հավաքել, տեսանյութերում տեսած կլինենք, ինչև է հավաքեմ նոր, հետո արդեն ցույց տամ ձեզ ինչ կա, նայեք, ծերերը ամբողջը այսինչ մանր վարունգներ են, սրանք մի 2 օր հետո հավաքելու ենք, ինչքան տակից հավաքում ենք, ինքը ծերերից այսպես գցում է, սա Alliance սորտն է վարունգի, ամենահաջողված սորտն է, ինքը լավագույնը ուտելու ու միաժամանակ մարինատի համար, այլ ծառերից ենք արդեն վարունգը հավաքում, տեսեք այս կողմից մոշն է եկել, փակել, մի կողմից էլ վարունգն է բարձրացել ու այսինչ թփերից հավաքում ենք, այս մասում նաև արդեն նոր պամիդորներ կան, այս թփերից էլ պամիդոր չենք պոկել ու արդեն տեսնում եք հասնում է, սրանք էլ պիտի հավաքվի, ինչ սիրուն մարինատի լոլիկներ են, թփերի մեջ էլ կլինեն, բայց հիմա վարունգը հավաքեմ, նոր անցնեմ պամիդորներին, որ չխառնեմ իրար, նայեք, 2 վարունգ մնացել է թփերի մեջ, տեսեք ոնց է մեծացել, սրան նայեք, աչքներից դեմն է ու չենք նկատել ու էլի ինչքան է մեծացել, նա սրանք դատարկենք ժողովուրդ, մի փոքր մաս էլ կա, այն կողմից էլ կարեն էլ հավաքենք, նա ոնց եմ հասնում նրան, որ համարյա օրու մեջ կամ գրեթե ամեն օր այսպես հավաքում ենք, ուրեմն վարունգը սիրում է, որ ամեն օր գրեթե իրան ջրենք, ես ամեն օր շատ հազվադեպ է լինում, որ չեմ ջրում ու այդ օրերը այն օրերն է լինում, որ մի փոքր հող է լինում ու հողը չի չորանում, իսկ երբ
արդեն արևատակ է, հողը չորանում է, ամեն օր ես ջրում եմ ամբողջ հողամասը, այդ թվում նաև արունգները։ Դրա համար առավոտ հավաքում եմ, իրիկուն ջրում եմ։ Այսօր արդեն օրվա երկրորդ կեսն եկավ հավաքելը, բայց ամեն դեպքում տեսեք, էլի վնաս չի, արունգը պիտի առատ ջրվի։ Ու հասարակ հողամասը ջրվեց, բերք կտա, տեսեք այս տարի ինչքան բերք հավաքեցի ու դրա արդյունքն էր, որ այս տարի հողամասը ջրվեց, իսկ եթե չի ջրվում, բնականաբար բերք չի լինի։ Մեր այս հողերը շատ բերքատու է, ժողովուրդ, եթե մենք ոռոգման ջուր ունենայինք, ապա այդ գյուղացիները բերքը հավաքելուց չէին բարձրանի, այնքան կլիներ։ Գնացինք։ Այս էլ մեր այսօրվա բերքը, ժողովուրդ ջան, արունգի մի փոքր քչացել է, բայց էլի լավ որակով արունգ է, որու մեջ այսքան հավաքում ենք։ Հիմա ուզում եմ պատիսոնները հավաքենք, ժողովուրդ, որ անցնենք մնացածին, բայց միջև այդ ցույց տամ մեր Բադրջանի բերքը, դեն այսենց լավ բերք կա իրա վրա, երկու օրից արդեն կհավաքենք, դեռ մի փոքր էլ հասնելու տեղ ունի, այսօր էլ մի քանի հատ կպոկենք կուտենք, բայց հիմնական բերքը հիմա չենք հավաքի, թողեք հասունանա, մեղել տեսեք արդեն գցումա։ Հիմա պատիսոնների հերթն է։ Էլի ուշացրել եմ։ Տեսեք, սա արդեն մեծ է, էլի։ Չպիտի թողնենք այսքան մեծանա։ Ընդամենը երկու թուփ գցենք, մեզ հերիք է, մյուս տարի երկու թփից ավել չեմ գցի։ Իհարկե այս տարի էլ նախատեսում շատ էի ուզում անեի, 3 թուփ է դուրս եկել, երկու թուփը լրիվ հերիք է։ Այս կանաչը, անցնենք մյուս կանաչին, այս կանաչի թուփն էլ է, տեսեք ոնց է մեծացել։ Սա երկրորդ կանաչն է, այս մեկինը, սա ավելի հին է, ավելի շուտ եմ արել ու ինքը արդեն մեծացել է, թփից էլ երևում է, որ ինքը ավելի ծեր է, քան մյուսը։ Սրանք էլ ամեց։ Աստու տեսեք ինչքան է բռնել, ժողովուրդ։ Նայեք, ահագին բռնել է։ Այս կանաչն էլ լավ բերքատու սորտ է, էլի։ Հիմա դեղինները։ Դեղիններն էլ հեսա խոշորացել է։ Արդեն մենք էլ որ տենց չենք փակում, դրա համար ուշադրություն չեմ դարձնում, հեսա այս մեկը նեխել է ու դախանում է։ Նայեք ոնց է խոշորացել։ Այսօր մի վեդրո պատիսոն եմ հավաքելու։ Այս կողմի վրա կա, նայեք հələ։
տեսնեք։ Ինքը շիվեր է տվելու ամեն շիվի վրա սենց մի քանի հատ գցում է։ Դրա համար այսպես շատացել է։ Էսա, էս էլ մեր այսօրվա պատիսոնն ահագին դուրս եկավ։ Բամյաներից նայեք ժողովուրդ։ Չգիտեմ ինչի դժվար է պոկվում։ Ինչի պոկվում, սա իրի պիտի կտրեմ, որ չջարդվի էլի թուփը։ Այսօրվա բամյաններս մի փոքր շատ են, 4 հատ, ամեն օր 2 հատ են պոկվում, այսօր 4 հատ։